Օրեր առաջ Սյունիք հեռուստաընկերությունը պատմել էր երբեք ձմեռ պապին նամակ չգրած 8 երեխաների մասին։ Նրանք ապրում են Կապանում վարձակալած փոքրիկ բնակարանում։ Ընտանիքի մայրը շաքարային դիաբետ ունի, հայրն աշխատում է, բայց առաջնային կարիքներն այնքան շատ են, որ փոքրիկները չեն էլ համարձակվում բարձրաձայնել երազանքների մասին։ Մենք էինք նրանց հորդորել ամենաթաքուն երազանքները հանձնել թղթին։ Բարև սիրելի ձմեռ պապ, ես երազել եմ ունենալ մանկական կոսմետիկա եւ միկրոֆոն։ Ես անհամբեր սպասել եմ, ուզում եմ ձեր շնորհակալություն հայտնել, եթե իմ երազանքը կատարեք։ Շատ եմ ուզում։ Սիրև Լիլիանայից։ Ես Ալան եմ 10 տարեկան։ Ես ձմեռ պապիկից երազել եմ ունենալ խելացի ժամացույց։ Ես Լիլիանա եմ 14 տարեկան, ես ձմեռ պապիկից ուզել եմ տաք հագուստ, մեկ էլ հեռախոս։ Ես Ալեն եմ 15 տարեկան, ձմեռ պապից ուզել եմ հեծանիվ մեկ է գրենական։ Երեխաների նամակներին արձագանքել էին շատերը, ոմանք նույնիսկ հասցրել էին նվերներ բերել, ոմանք էլ անձամբ էին այցելել նրանց։ Տեսանյութի հրապարակման հաջորդ օրը զանգ ստացանք։ Կապանցի գործարար Տիգրան Միքայելյանը ցանկություն հայտնեց կատարել երեխաների բոլոր երազանքները։ Դրանք իմ քյաչերն են, կատապիլերը, որքան նրանց Տաք հագուստ ու ձմեռային կոշիկներ, հեծանիվ, հեռախոս, ականջակալներ, բարձրախոս ու քանի որ նվիրատուն չգիտեր, թե ինչ քաղցրավենիք է նախընտրում փոքրիկ Մարկը, տարատեսակ կոնֆետներ, թխվածքներ ու հյութեր։ Դրանք բոլորն էլ 2 տարեկան Մարկի սրտով էին։ Նվերներն ուրախացրել էին երեխաներին, նույնիսկ հուզել։ Մայրիկը, որ առաջին նկարահանման ժամանակ հանգիստ խոսում էր, այս անգամ արցունքները մի կերպ զսպեց։ Ոնց դուք կատարեցիք իմ երեխաների երազանքը, Աստված էլ կատարի ձեր երազանքները։ Իրոք ես չէի սպասում սենց անակնկալների, բայց դե շնորհակալ եմ։ Դե ինչ որ գրել եմ բերելա, ինչ որ բանել բերելա շատ է, այդքան նվեր ինձ համար։ Այսօր ես էլ ուրիշ երազանք ունեցա, որ հետագայում ես էլ ինչ որ մեկի ձմեռ պապը լինեմ, որ կարողանամ իր երազանքները կատարեմ։ Մինչև այսօր էլ մենք արձագանքներ ենք ստանում։ Երեխաներին նվերներ անել ցանկանում են շատերը։ Սա միայն մեկ պատմություն էր։ Մի քիչ ավելի ուշադիր լինենք մեր կողքի մարդկանց նկատմամբ ու թող չլինեն մանուկներ, որոնք ամանորը կդիմավորեն առանց նվերների։ Տիգրանուհի Բադալյան, Ռոբերտ Օհանջանյան, Սյունիք լուրեր։